Եթե ձեզ թվում է, թե ծերությունը դա մայրամուտ է, սխալվում է։ Ծերությունը դա հենց արևածագ է այն մարդկանց համար, որոնք արդեն խաղաղ, հանգիստ կարող են վայելել իրենց հանգիստ կյանքը։ Բայց եթե ուզում եք առողջ լինել եւ երջանիկ, ապա չպետք է նստեք դիվանու վրա, բազմոցի վրա եւ անընդհատ հեռուստացույց կամ միապաղաղ կյանք, այլ որպեսզի ձեր գլխուղեղի աշխատանքը լավ լինի, հիշողությունը մինչև խորը ծերություն լավ լինի, սկսեք զբաղվել ձեր առողջությամբ, կատարեք ֆիզկուլտուրա գլխուղեղի, այսինքն այն ինչով որ ապրել եք, հիմա փոխեք ձեր կյանքը, սկսեք նկարչություն, կամ գնացեք պատկերասրահներ, կամ գնացեք քայլելու մոտակա այգում եւ անպայման նաև բարևեք յուրաքանչյուրին, խոսակցություն սկսեք, որպեսզի ձեր գլխուղեղը ընկալի նոր ձևաչափեր, իսկ այդ նորը դա երաժշտությունն է, դա պարն է, դա ուրիշների հետ զրույցի բռնվելն է, դա ժպտալն է աշխարհին, դա արևին, նաև պետք է ասեք բարև արև եւ շնորհակալ եմ Աստված, որ այսօր ես արթնացել եմ, միշտ ժպտացեք, ստրեսը վերացրեք, որպեսզի ապրեք մինչև խորը ծերություն, անգամ 100-ը ձեր համար լինի առողջ եւ հրաշալի ծերություն։